այս ձերբակալությունները իրականացվում են ակնհայտ ցուցադրականությամբ։ Հոգեբանական իմաստով եւս ցույց տալ, որ դրության տերը Նիկոլ Փաշինյանն է։ Անտարբերությունը դա պասիվ գործոն է հօգուտ Նիկոլ Փաշինյանի, որ իշխանությունը աշխատում է ավելի շատ մարդկանց բնազդների վրա, ընդդիմությունը մարդկանց հույզերի վրա, հասարակության արձագանքի մեխանիզմը անջատված է։ Այսօր աշխարհում չկա խաղաղության հովանավոր։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր խոսելու ենք քաղաքական վերջին իրադարձություններից։ Մեր հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Պարոն Բադալյան, հոկտեմբերի 20-ին մենք տեսանք ինչպես մեծ շուկով ձերբակալվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Սրա մասին խոսվում էր վաղուց, այնպես չի նորություններ, նույնիսկ Վարդան Ղուկասյանը ասել էր ինձ կձերբակալեն, ինձ կլռեցնեն եւ այլն։ Ձեր կարծիքով ինչու հենց հիմա եղավ։ Սա նախընտրական տրամաբանության մեջ իրականացվող գործողությունների շրջանակում է։ Նիկոլ Փաշինյանը հետևականորեն աշխատում է ընտրությունից առաջ իր դիրքերը ամրապնդելու ուղղությամբ, թե քարոզչական դաշտում եւ թե նաեւ կիրառելով ուժային լծակները, իրավապահ լծակները, իրավիճակը, այսպես ասենք, լիակատար վերահսկողության տակ պահելու համար եւ մենք տեսնում ենք իհարկե, որ այստեղ էլ կան քարոզչական էլեմենտներ, որովհետեւ այս ձերբակալությունները իրականացվում են ակնհայտ ցուցադրականությամբ։ Եվ նաև հիշում ենք, երբ Գյումրիում ավարտվեց ընտրությունն ու քաղաքապետ դարձավ Վարդան Ղուկասյանը, ընդդիմությունը ներկայացրեց Գյումրին որպես փոքր հաղթանակ խորհրդարանի ընտրությունից առաջ, եւ Նիկոլ Փաշինյանը բնականաբար փորձելու է այստեղ, այսպես ասած, ռևանշ արձանագրել, մտահոգ լինելով գուցե այդ փոքր հաղթանակի առնվազն սոցիալ-հոգեբանական իմաստով ձնագնդի էֆեկտ թույլ չտալու տեսանկյունից։ Իհարկե, այս պարագայում Փաշինյանի գործողությունները կարող են ունենալ նաև հակառակ էֆեկտ, այն իմաստով, որ այսպիսի մեթոդաբանությամբ ընդդիմադիր ուժերի հետ հարաբերվելը հասարակական բացասական արձագանք կարող է առաջացնել, բայց սա կախված է լինելու իհարկե նրանից, թե հենց ընդդիմադիր ուժերն իրենք այս իրավիճակը որքանով կարող են օգտագործել իրենց օգտին, այդ թվում նաև իհարկե հասարակական արձագանքի ուղղությամբ աշխատանքի իմաստով։ Իսկ մինչև նոյեմբերի 16-ին վաղարշաբթի ընտրությունների հետ սա ինչ-որ առումով կապ ունի, միգուցե ինչ-որ հաղորդագրություն է։ Ես կարծում եմ, այդ բոլորը մեկ շղթայի հիմա արդեն մեկ ամբողջական շղթայի մաս են, այսինքն այդ բոլորը նախընտրական խորհրդարանի ընտրության, նախընտրական գործընթացի փազլի տարբեր կտորներն են, այսինքն հասկանալի է, որ ցանկացած կտորի համար պայքարը լինելու է բավական թեժ։ Իսկ ձերբակալման այս ձևը, այս մեծ աղմուկ հանելը, աշխատակիցներ, կարմիր բերետավորներ եւ այլն։ Մենք օրինակ հիշում ենք Վալոդիա Գրիգորյանի սպանությունը, որից հետո Նարեկ Օհանյանին ձերբակալեցին, այստեղ այսպեսի չկար ներկայացում, հոգեվորականների դեպքում, Վարդան Ղուկասյանի դեպքում ձեր կարծիքով ինչու է այսպես մեծ շուկով կատարվում, այսպես հնչեղությամբ, որ տեսեք մենք ձերբակալում ենք կաշառքի համար Վարդան Ղուկասյանին։ Ինչպես նշեցի, քարոզչական էլեմենտը այս գործողություններում եւս կարեւոր է, այսինքն հոգեբանական իմաստով եւս ցույց տալ, որ դրության տերը Նիկոլ Փաշինյանն է եւ ցանկացած պահի կարող է օգտագործել նաեւ ուժային լծակներ իրավապահ տրամաբանության տեսանկյունից եւ ուժային լծակներով հարաբերվել ընդդիմադիրների հետ, այսինքն այդ քարոզչական ցուցադրականության բաղադրիչը ունի իհարկե այդ քարոզչական նշանակությունը նաեւ։ Այսինքն այստեղ խնդիրը միայն այն չէ, որ ազդեցություն գործեն կոնկրետ մարդու կամ կոնկրետ ուժի նկատմամբ, այստեղ խնդիրն այն է, որ ազդեցությունը լինի լայն իմաստով հասարակական, ընդ որում թե համակիրների ուղղությամբ, որոնք այսպես ոգևորվեն, որ իրենց առաջնորդը, իրենց առաջնորդողը տիրապետում է իրավիճակին, ընդհանուր կարող է այսպիսի գործողություններով հարցեր լուծել եւ այլն, որովհետեւ հենց նաև իշխանության համակիրները, այդ թվում իշխանության մեջ եղած ուժերը բնականաբար կունենան անհանգստություն ելնելով այն վարկանիշային պատկերից, որ ունի Նիկոլ Փաշինյանը, եւ բնականաբար այդ անհանգստությունը կարող է այսպես անորոշություններ, անկանխատեսելիության զգացում եւ այլն առաջացնել իշխանության ներսում։ Այս գործողությունները նաև այդ ցուցադրականությունը միտված է նաև հենց այդ խնդիրը լուծելու։ Նշեցիք, որ ընդդիմադիրները եթե ճիշտ օգտագործեն այս պահը, այսինքն ինչ կարող են օրինակ անել։ Հասարակության հետ աշխատել այնպես, որպեսզի մարդիկ այս ամեն ինչին չհետևեն պարզապես դիտորդի կարգավիճակով
ունենալով գուցե իսկապես բացասական արձագանք, երբ քաղաքական հարցերը, ակնհայտորեն ներքաղաքական process-ներով պայմանավորված գործողությունները կարող են ներառել իրավապահ համակարգի այսպիսի կիրառում։ Բայց երբ մարդիկ պարզապես դիտորդի կարգավիճակով են այս ամեն ինչին բացասական վերաբերում, սա չի ստանում քաղաքական գործոնի նշանակություն եւ իմաստ։ Եվ այդ անտարբերությունը բնականաբար խաղում է հօգուտ այն ուժի, որը կիրառում է այս լծակները քաղաքականության մեջ։ Հետևաբար այդտեղ թե տեղեկատվական դաշտում, թե նաեւ քաղաքական խոսույթի դաշտում բավական մեծ աշխատանք կա հասարակության հետ անելիք, հատկապես որ այս ամեն ինչում կա մի նուրբ երանգ, որի մասին թերևս շատ չի խոսվում կամ գրեթե չի խոսվում։ Այն ուժերը, որոնք հիմնականում սուր քննադատում են Փաշինյանին ահա նաև այսպիսի գործողությունների համար, այդ ուժերի մի զգալի մասը կամ ընդդիմության այսօրվա առաջատար ուժերը իրավապահ համակարգի լծակները նաև իրենց իշխանություն եղած ժամանակ կիրառել են քաղաքական նպատակներով։ Եվ այստեղ համարել, որ դա չի եղել եւ հասարակության տարբեր շերտեր դա չեն հիշում, սա կլինի իհարկե հենց աշխատանքային բացթողում, այսինքն մարդկանց հետ պետք է նաեւ այս հարցի մասին խոսել, որպեսզի մարդկանց արձագանքը, հասարակության արձագանքը լայն իմաստով լինի համաչափ եւ համարժեք առկա իրավիճակին եւ այդ անտարբերների շրջանակը մեծ չլինի։ Ինչպես նշեցի, այդ անտարբերությունը դա пассив գործոն է հօգուտ Նիկոլ Փաշինյանի, որը տվյալ պահին կառավարող ուժն է եւ տվյալ պահին հենց այդ ուժն է կիրառում իրավական լծակները, իրավապահ լծակները, իրավական ուժային լծակները իր ընդդիմադիր մրցակիցների կամ հակառակորդների հանդեպ։ Դա նույնպես ընտրություններում չէ կարող է երևալ այդ անտարբեր մասան կամ զանգվածը, որը կլինի կաշխատի հօգուտ իշխանության։ Մենք տեսնում ենք, որ մոտավորապես 60-70% հանրության դուրս է մնում ընտրական process-ներից։ Եվ նաև տարբեր սոցհարցումներ ներկայացնում են, որ այդ ծավալի հասարակական այդ ծավալի զանգված անվստահություն ունի ընդհանրապես քաղաքական process-ների հանդեպ։ Հիմա եթե կա հասարակական գործոնով Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու մտադրություն, պետք է աշխատել հասարակության այդ հատվածի հետ եւ պետք է աշխատել այդ հատվածը ներառել սեփական քաղաքական ծրագրերի մեջ։ Հակառակ դեպքում իհարկե այդ անտարբերների հատվածը пассив գործոն է հօգուտ ցանկացած իշխանության։ Իշխանությունը անդադ խոսում է խաղաղությունից, օգոստոսի 8-ից վերջ խաղաղություն է եկել, բայց մենք երկրի ներսում տեսնում ենք, եթե ոչ ամենօրյա, ապա գուցե շաբաթ ամեն շաբաթ մենք տեսնում ենք նոր ձերբակալություններ, նոր գործողություններ եւ այլն։ Ինչպես հավատալ այս խաղաղության օրակարգին, եթե կա այն։ Ես կարծում եմ վաղուց պարզ է, որ այդ խաղաղությունը ընդամենը դարձյալ այդ քարոզչական տրամաբանության մեջ կիրառվող հանգամանք է, որի հնարավորությունը Նիկոլ Փաշինյանը ստացավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, որովհետև այդ օրը այդ կետում համընկան բազմաթիվ շահեր, արտաքին խաղացողները նկատի ունեմ, եւ Նիկոլ Փաշինյանը ստացավ այդ քարոզչական թուղթը, որը կարող է ներսում ցուցադրել որպես խաղաղության հավաստիք, բայց ցանկացած շատ թեքիչ ողջախոհ քննություն ցույց է տալիս, որ խաղաղության մասին խոսել ցավոք սրտի մենք չենք կարող, այլ ընդամենը նախաստորագրված ինչ-որ մի պաստառ, ինչ-որ վերնագրային տրամաբանությամբ, այսպես բովանդակություն, որը Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել հերթական քաղաքական զիջումների միջոցով։ Եվ այդ զիջումները թե Ադրբեջանին, թե նաև լայն իմաստով աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ բավական ակնառու են, ընդ որում այդ զիջումները ոչ թե հարցեր են լուծել, այլ ինչ-որ ժամանակավոր միջավայր են ձևավորել, միջավայր, որտեղ իրականում առանցքային գործոնները, որոնք խնդիրներ, մարտահրավերներ են առաջացնում Հայաստանի համար, դրանք շարունակելու են աշխատել, որովհետև ոչ մի գործոն լուծում չի ստացել օգոստոսի 8-ին։ Իսկ խաղաղությունը այդ գործոնների լուծումն է, ընդ որում համաչափ հավասարակշռված լուծումը, հավասարակշռված ոչ միայն միկրո մակարդակում, այսինքն Հայաստան-Ադրբեջան, այլ նաև աշխարհաքաղաքական մակարդակում հավասարակշռված, որովհետև մենք պատկերացնում ենք, թե Կովկասի համար ինչպիսի պայքար է, այդ թվում Կովկասի համար, ոչ միայն տարբեր այլ ռեգիոնների եւս, բայց Կովկասի համար ինչպիսի պայքար է ուժային տարբեր կենտրոնների միջև։ Հիմա այդտեղ մենք որևէ լուծում ոչ միկրո մակարդակում, ոչ մակրո մակարդակում չունենք օգոստոսի 8-ին։ Հետևաբար խոսել խաղաղության մասին սա կնշանակի զբաղվել ինքնախապեյությամբ։ Իհարկե այդ քարոզչական տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարող ուժը փորձում են ստեղծել
այսպես երկիմաստ վիճակ, այսինքն եթե դու խոսում ես իրենց ներկայացրած պաստառների դեմ, ուրեմն դու խոսում ես խաղաղության դեմ, եւ այս խաղաղություն թե պատերազմ կեղծ դիլեման ստեղծելով փորձելու են իհարկե հասարակական տրամադրությունների վրա խաղալ եւ ներգրավել հնարավորինս շատ էլեկտորատ։ Այստեղ էլ խաղաղության, իրական խաղաղության հեռանկարով շահագրգռված սուբյեկտները պետք է փորձեն հանրությանը պարզապես ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվում եւ ինչ բովանդակության հետ մենք գործ ունենք։ Հանրությունը հետո թող իր ընտրությունը կատարի, թե որ քաղաքական ուժին է ընտրում, բայց այդ ելակետը ձևավորելու հարցում շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ առավել եւս այնպիսի զգայուն եւ բախտորոշ հարցում, ինչպիսին խաղաղությունն է, չլինեն պատրանքների մեջ։ Այդ ուժը, այսպես ասած, կամ պարտականությունը իրենց վրա պետք է վերցնեն ընդդիմական ուժերը կամ նոր ձևավորվող ուժերը։ Օրինակ, երբ մենք տեսնում ենք իշխանություն, ընդդիմություն երկխոսությունը, այստեղ նոր բան չկա։ Դուք դավաճան եք, հանձնել եք Արցախը, այն կողմից հնչում է, բայց ձեր ժամանակ ինչպես էր։ Հիմա կան մեր ձևով նոր ուժը, որը հիմնականում մի քիչ այլ տրամաբանությամբ է տանում իր պայքարը, այսպես ասած, սոցիալական հարցեր, տնտեսական եւ այլն։ Ձեր կարծիքով նա կարող է հաջողել հասարակությանը հասցնել ձեր ասած մեսիջները։ Անկասկած երևում է, որ Սամվել Կարապետյանի ձևավորած այդ ուժը փորձում է դուրս գալ այդ երկիմաստության վիճակից եւ հասարակությանը ներկայացնել այլ տրամաբանությամբ քաղաքական անելիքներ եւ մոտեցումներ, բայց այստեղ կա հետեւյալ խնդիրը, երբ հավակնում ես Հայաստանում լինել իշխանություն, հասարակության հետ աշխատանքից բացի իհարկե պետք է դու նաեւ աշխատես քաղաքական միջավայրերում, այդ թվում նաեւ արտաքին քաղաքական կենտրոնների ուղղությամբ, ոչ թե նրանց բարեհաճությունը ստանալու համար, այլ նրանց եւս քաղաքական հասկանալի բովանդակություն մատուցելու համար։ Եվ այդ տեսանկյունից կարծում եմ անխուսափելի է լինելու այդ քաղաքական հարցերին անդրադառնալը։ Սա կլինի առանցքային, երբ գա այդ քաղաքական հարցերին անդրադառնալու պահը, տվյալ ուժը ինչպես կդրսևորի իրեն, ինչ բովանդակություն կներկայացնի, բնականաբար ներքին հանրությանը, բայց որը լսելի պետք է լինի նաև արտաքին խաղացողների համար, որովհետև պատրանքների մեջ չլինենք նաև այս իմաստով, Հայաստանը գտնվում է արտաքին միջավայրի գործոնների հանդեպ զգալի կախվածության մեջ եւ տեսանելի ապագայում հաշվի չառնել այդ գործոնները ընդհուպ եւ առավել եւս իշխանության ձևավորման հարցում հնարավոր չէ։ Հետեւաբար այստեղ շատ կարեւոր կլինի թե այդ քաղաքական հարցերում այդուհանդերձ տվյալ ուժը ինչ մոտեցումներ կներկայացնի, որում հասարակության համար էլ այդ ամեն ինչը շատ կարեւոր է իմ կարծիքով։ Այսինքն միևնույն է մարդիկ նույնիսկ ենթագիտակցորեն ունենալու են այդ հարցերի վերաբերյալ պատասխանների կարիք։ Առայժմ փորձում են հմտորեն խուսափել եւ այդպես հանրային ներառականություն ապահովել հիմնականում սոցիալ-տնտեսական հանգամանքների վրա շեշտադրում անելով նաեւ ազգային արժեհամակարգային այս հանգամանքների վրա։ Սա կրկնեմ տակտիկական իմաստով կարծում եմ արդյունավետ կարող է լինել, բայց ամբողջականությունը ստանալու համար անխուսափելի է լինելու այդ քաղաքական հարցերի պատասխաններին անդրադառնալը։ Նշեցիք սոցիալ-տնտեսական հարցը, օրինակ Երևանից մենք տեսնում ենք հայ բեռնատարների վարորդների ակցիան հայ-վրացական սահմանին, ինչը վերաբերում է Ռուսաստանի միգրացիոն նոր քաղաքականությանը, այսինքն եթե մինչ այդ 180 օր կարող էին 1 տարվա ընթացքում մնալ Ռուսաստանի Դաշնությունում, հիմա արդեն 90 օր է, եւ նույնիսկ արտաքսում են երկրից, թույլ չեն տալիս աշխատել եւ այլն։ Ձեր կարծիքով սա կարող է այն իրադարձությունը լինել, որի վրա կկազմավորվի այդ բողոքը եւ այն միգուցե մասշտաբներ ստանա նոր։ Չեմ կարծում, իմ տպավորությամբ սա պարզապես այդպես ոլորտային ներգրավում ունեցող մարդկանց բողոքն է, որը հազիվ թե վերաճի ինչ-որ լայն համապետական կամ չգիտեմ նույնիսկ ինչ-որ հատվածային, բայց շատ ավելի լայն քաղաքական պրոցեսների։ Իրենք նշում են, որ պետք է Հայաստանը Ռուսաստանի հետ գնա ինչ-որ խոսակցության, պայմաններ քննարկի եւ այլն, ինչպես օրինակ Ղազախստանն է արել։ Ձեր կարծիքով մենք Ռուսաստանի հետ ունենք այդ դիրքը, այսպես ասած, որպեսզի կարողանանք ինչ-որ հարցեր առաջադրել, թե դիվանագիտական եւ քաղաքական առումով արդեն ինչ-որ Իմ գնահատմամբ այսօր Ռուսաստանի հետ աշխատանքի կոմունիկացիայի իմաստով կա միայն Փաշինյան-Պուտին ֆորմատը, որը իհարկե չգիտեմ բեռնափոխադրողների հարցեր քննարկելու ենթակա ֆորմատ է, թե ոչ։ Սա նույնիսկ այդպես ինչ-որ սարկազմով կարելի ասել, որովհետև հասկանում ենք, որ այդ ֆորմատում հազիվ թե նման հարցեր քննարկվեն։
Եվ այդ իմաստով ցավոք սրտի կարծում եմ զուտ գերատեսչական կոմունիկացիան հայ-ռուսական հարաբերություններում էապես անկում է ապրել։ Եվ մյուս կողմից իհարկե հասկանալի է, որ եթե կա խնդիր, բեռնափոխադրողները պետք է այն բարձրացնեն կառավարության առաջ եւ միայն Հայաստանի կառավարության առաջ, որովհետեւ նախորդին տեղեկություն եղավ, որ իրենք նաեւ Ռուսաստանի դեսպանության առաջ են բողոքի ակցիա արել։ Ես կարծում եմ սա անիմաստ է, այս բողոքի ակցիան ընդհանրապես դառնալու է ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ խմբերի ռոպագանդիստական ճակերտավոր մակաբուծության առարկա ընդհանրապես, որովհետև հարցի լուծումը պետք է գտնել Հայաստանի կառավարությունում։ Եթե Ռուսաստանը այդ որոշումը կայացրած լիներ միայն հայերի հանդեպ խտրական տրամաբանությամբ, ապա կարելի էր նաև այո բողոքի ակցիա անել Ռուսաստանի դեմ, ընդդեմ այդ խտրականության, թեպետ լուծումը դարձյալ պետք է պահանջեն Հայաստանի կառավարությունից, բայց քանի որ այդ կարգավորումը բոլորի համար է եւ սա հայտնի է, այստեղ պետք է Հայաստանի կառավարությունից պահանջել, որ բեռնափոխադրողների համար, եթե կան խնդիրներ, Ռուսաստանի հետ գտնվեն այդ լուծումները, բայց կրկնեմ, ցավոք սրտի իմ տպավորությամբ գերատեսչական մակարդակներում այսօր խիստ թույլ է Ռուսաստանի հետ այդ կոմունիկացիան եւ աշխատանքը, իսկ Փաշինյան-Պուտին մակարդակում արդյոք կքննարկվեն նման հարցեր, ես այստեղ խիստ կասկածում եմ, որովհետեւ թե Փաշինյանի համար տվյալ խնդիրը գոնե առայժմ չի վերածվել քաղաքական ռիսկի, եթե վերածվի քաղաքական ռիսկի, նա գուցե կարող է ընդհանուր Պուտինի մակարդակում փորձել այդ հարցը բարձրացնել եւ գտնել ինչ-որ լուծումներ։ Իսկ ինչպես պետք է ռիսկի վերածվի։ Դե չգիտեմ, եթե բեռնափոխադրումները այն աստիճան, բեռնափոխադրողները կարողանան այն աստիճան բողոքել, եթե նրանց ոլորտային այսպես գործունեության շրջանակում ներգրաված այլ տնտեսվարողներ միանան այդ բողոքին, դա ստանա ինչ-որ քաղաքական մասշտաբ եւ այլն եւ իշխանությունը տեսնի, որ իսկապես այդտեղ արդեն խնդիր կա, որը կազդի ընտրության արդյունքի վրա, միջև անգամ, որովհետեւ հիմա կարծում եմ բոլոր այդ հարցերում կողմնորոշիչը ընտրության արդյունքի վրա ազդել չազդելն է։ Եթե ազդելու է, կաշխատեն, կզբաղվեն այդ հարցով, եթե ոչ, հազիվ թե։ Եվ այս տրամաբանությամբ, եթե կարողանան այդ մասշտաբի հասցնել խնդիրը, բնականաբար քաղաքական մակարդակով ուշադրություն կլինի եւ կրկնեմ ընդհանուր գուցե Ռուսաստանում այդ ամենաբարձր մակարդակով հասցնեն հարցը։ Պուտին-Փաշինյան այդպես երկխոսություն հաճախ չենք տեսնում, դրան հակադրություն տեսնում ենք Փաշինյան-Թրամփ ինչ-որ երկխոսություն, եթե կարելի է դա այդպես անվանել, տեսանք օրինակ Մերձավոր Արևելքի հետ կապված գագաթնաժողովը, որտեղ կրկին ներկայացվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս անգամ ճիշտ հնչեղությամբ Թրամփի կողմից Հայաստան-Ադրբեջան եւ Ալիևին հարցնում է Թրամփը հայրենակիցդ այստեղ է նկատի ունենալով Փաշինյանին։ Ձեր կարծիքով այս խաղաղության հովանավորը եթե հանդիսանում է Թրամփը, մենք կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանում, աշխարհում ընդհանրապես, որտեղ Իսրայել-Գազան նույնպես դրա թվում էր, բայց մենք տեսնում ենք, որ կրկին արդեն սկսվել է Իսրայել-Գազա հակամարտությունը։ Եվ նույնիսկ անվտանգության նախարարը ասաց, մենք ստացել ենք մեր գերիներին, այժմ կարող ենք բացել դժոխքի դարպասները։ Նախ առաջին մասով, երկխոսության մասով, ես կարծում եմ չկա Փաշինյան-Թրամփ երկխոսություն։ Եղել են պարզապես այդպես շփումների դրվագներ, ընդ որում այնպիսի որակով, որ ակնհայտ է, որ այդտեղ երկխոսություն չկա։ Երբ Հայաստանի վարչապետը գնում եւ ներկայանում է Թրամփին, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, երբ 2 ամիս առաջ Վաշինգտոնում այդ նույն Թրամփի հետ մի քանի ժամ ինչ-որ հարցեր են քննարկվել եւ այլն, սա նշանակում է, որ չկա երկխոսություն նրանց միջև եւ սա նույնիսկ տրամաբանական է, որովհետեւ Թրամփը բացարձակապես չունի այդ երկխոսության կարիքը։ Ունի բոլորովին այլ խնդիրների եւ օրակարգերի մարտահրավերների շրջանակ։ Փոխարենը ես կարծում եմ հակառակը Փաշինյան-Պուտին երկխոսություն կա։ Իհարկե այդ երկխոսությունը այսպես տարբեր կերպ է փաթեթավորվում, հատկապես Հայաստանում, բայց այդ երկխոսությունը կա եւ մենք դա տեսնում ենք որոշակի իմաստով, այսինքն մենք պետք է գնահատենք ոչ թե մատուցվող անտուրաժով, այլ պրոցեսների տրամաբանությամբ։ Մյուս հանգամանքը կապված խաղաղության հովանավորի հետ, ցավոք սրտի ես կարծում եմ այսօր աշխարհում չկա խաղաղության հովանավոր։ Այսօր հակառակը նույնիսկ պատերազմի հովանավորներ են։ Սա բացատրվում է իհարկե նրանով, որ աշխարհը վերաբաժանվում է։ Այդ process-ին մենք արդեն ականատես ենք մի քանի տարի եւ դեռ շատ տարիներ կարծում եմ այդ process-ը կընթանա։ Եվ սա է նաեւ պատճառը, որ ես նշում եմ օգոստոսի 8-ին տեղի ունեցածը չի պատասխանում խաղաղության վերաբերյալ որևէ հարցի։ Եթե մենք խաղաղությունը իսկապես որպես բովանդակություն ենք դիտարկում եւ ոչ թե որպես պաստառ։
նաև այստեղ է հենց կարևորը, որ հանրությանը մատուցվի, որ դուք մտածեք, խոսեք եւ հարցեր ուղեք կառավարությանը խաղաղության բովանդակության մասին եւ ոչ թե վերնագրերի։ Քաղաքական ընդդիմությունը, երբ որ փորձում է այս հարցը օգտագործել, ունի բնականաբար նաև իր քաղաքական շահերը։ Բայց այստեղ շատ կարևոր է նաև մեդիայի փորձագիտական շրջանակների դերը, որպեսզի այս երկու քաղաքական սուբյեկտների իշխանություն, ընդդիմություն, այդ պայքարի բավական խառնածին պայքարի նաև ինչ որ իմաստով, այդ պայքարի բովում հասարակությանը մատուցեն այն, ինչ կարևոր է հենց բովանդակության տեսանկյունից, որ հասարակությունը այդ պայքարը նաև չափի ըստ բովանդակության եւ այդ պարագայում այդ տարբերակով առավելագույն հնարավորություն կունենա լինել այդ ներքաղաքական պայքարի սուբյեկտ, երբ ոչ թե օգտագործում են տարբեր մանիպուլյատիվ հնարքների միջոցով, այլ հասարակությունն ինքն է հարցեր դնում այդ սուբյեկտների առաջ, մնացած պայքարի մնացած սուբյեկտների առաջ եւ ակնկալում պատասխաններ։ Ցավոք մենք հիմա չունենք աշխարհ, որտեղ խաղաղությունը ունի հովանավորներ։ Հասարակությունը, բայց օրինակ կոնկրետ Հայաստանի օրինակով խոսենք, ինչ մեսիջներ է ստանում ամեն օր, ձերբակալություններ, ինչ որ գործողություններ, ազգային ժողովում ընդդիմադիր իշխանություն, այսպիսի հակամարտություն եւ այլն։ Նույնիսկ կարծիքներ են հնչում, որ վերջերս մենք որևէ լավ լուր չենք լսում։ Այս իրավիճակում հասարակությունը ինչպես կարող է հավատալ ինչ որ ուժի 2026 թվականի հունիսին գնալ ընտրել այն հույսով, որ Հայաստանում լավ կլինի։ Նախ իհարկե լավ լուրերը բնականաբար պետք է ստեղծել, ասես մի քիչ պարզունակ կարող է նույնիսկ հնչել, բայց հասարակությունը լավ լուր չի լսում, որովհետև նաև այդ ստեղծարար ներուժը հասարակության կոնսերվացվել է օբյեկտիվ պատճառներով, պատերազմի շոկի հետևանքով, պատերազմի շոկ, Արցախի կորուստ եւ այլն, այս ամեն ինչի շոկային հետևանքով, եւ երկրորդը քաղաքական process-ների անարդյունավետության, այսինքն իշխանությունը աշխատում է ավելի շատ մարդկանց բնազդների վրա, ընդդիմությունը մարդկանց հույզերի վրա ավելի շատ։ Այս պարագայում բնական է այդ ստեղծարար ներուժը նվազում է եւ հասարակությունը այդ լավ լուր ստեղծելու կարողությունը համենայն դեպս չի օգտագործում, եթե չի կորցրել։ Լավ լուր է դիտարկվում ընդհանրապես այսպես համերգներ կազմակերպել, զվարճանքը, քեֆ անել եւ այլն եւ այլն։ Սա ոչ թե լավ լուր է իրականում, դարձյալ եթե գանք բովանդակությանը, այլ դեգրադացիայի ընդհանրապես մի ձև է։ Բայց ցավոք սրտի սա փորձ է արվում մատուցել նույնիսկ որպես այսպես պասիոնարության հեռանկար, որպես իրականում դա բացարձակ ոչ մի կապ չունի հանրային պասիոնարության հետ, դրա վերականգնման process-ի հետ, այլ հակառակը այդ հանրային բնազդների վրա աշխատելով կոնսերվացնել ցանկացած առողջ process, որովհետև առողջ process-ները պատասխանատվության առաջ են դնելու բնականաբար առաջին հերթին քաղաքական իշխանությանը ով էլ այն լինի։ Բայց նաև այստեղ շատ հարցեր կան, ամենայն դեպս ինձ համար ընդդիմության շրջանակների այդ պատասխանատվության աստիճանի հետ կապված, որովհետև կրկնեմ, իմ գնահատմամբ մինչև հիմա գոնե ընդդիմության դաշտում առավելապես աշխատանք է տարվում հանրային հույզերի վրա։ Սա եւս խնդիր է եւ սա է պատճառը, որ ընդհանուր առմամբ մենք ունենք հենց այս պատկերը։ Այս պատկերը ավելի խտացավ, երբ օրինակ հոգևորականների կալանավորում տեսանք, օրինակ 2-3 տարի առաջ դուք մտածեիք, որ մենք կարող ենք խոսել հոգևորականներին առաջադրված մեղադրանքի մասին, այն էլ արդեն 2 տարի ազատազրկման մասին, Միքայել Սրբազանի մասին է խոսքը, եւ այսօր Հայաստանում 3 թեմի առաջնորդ գտնվում է ճաղերի ետևում՝ Շիրակի, Տավուշի եւ Արագածոտնի թեմերի առաջնորդները։ Սա միգուցե նորից Միքայել է ցույց տալու համար, որ Հայաստանում չկա որևէ արժեք, որի վրա կարելի է հիմնվել, ինչ որ նոր իրականություն, իշխանության հնչեցրած 4-րդ հանրապետություն եւ այլն։ Ինչի վրա պետք է հասարակությունը հիմնվի որպես արժեքային հենք։ 2-3 տարի առաջ նույնիսկ գուցե մինչև 23 թվականի օգոստոս, նույնիսկ գուցե մինչև սեպտեմբերի 18 Հայաստանում որևէ մեկը չէր պատկերացնի, որ կարող է լինել Արցախի կորուստ եւ դրա համար չլինել ոչ մի քաղաքական պատասխանատվություն։ Եվ դրանից հետո զարմանալ, որ կարող են հոգեվորականներ ձերբակալվել, կարող են, չգիտեմ, այլ ձերբակալություններ լինել եւ այլն, ես կարծում եմ այդտեղ արդեն զարմանալու ոչինչ չկա։ Դրա պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ կամ ինչ է տեղի ունենում, որ
անջատվել է հենց այդ մեխանիզմը, այսինքն հասարակության արձագանքի մեխանիզմը անջատված է։ Եվ այստեղ է կարևորը, որ հենց ինչպես նշեցի, մեզանում աշխատանք չի տարվել բովանդակության ուղղությամբ, որպեսզի հասարակությունը process-ներ ընկալի ըստ բովանդակության եւ ըստ դրա էլ ձևավորվի հանրային արձագանքը։ Իսկ եթե process-ները ընկալվում են հիմնականում վերնագրային հուզական մակարդակներում եւ դրա վրա են աշխատում քաղաքականության գրեթե բոլոր մասնակիցները, հասարակական արձագանքները այս կամ այն զարգացումներին բնականաբար լինում են նույն կերպ, այսինքն մոտավորապես հետեւյալը մարդը թերթ է կարդում, այդ կարդացածից մեկը շատ գոհ է լինում, այսպես փառավորվում է ինչ որ կարդում է, մյուսը ընդամենը դժգոհություն է արտահայտում կարդացածից։ Այսինքն հիմա հասարակությունը մեր հասարակական քաղաքական process-ը կարծես թե թերթ կարդալու նման է ընկալում, կամ դուր է գալիս կարդացածը կամ ոչ։ Սա պատճառը կրկնեմ այն է, որ մեզանում արդեն շատ երկար տարիներ գործնականում աշխատանք չի կատարվել հասարակության հետ աշխատանքի իմաստով բովանդակային հենքի վրա։ Իսկ ինչ արժեքային հենք պետք է ձևավորվի։ Այստեղ պատասխանները շատ բարդ են, այսինքն այս հարցերի պատասխանները պահանջում են շատ խորքային աշխատանք ընդհանուր հետազոտական մակարդակից։ Կարելի է ասել ազգային արժեքների վրա պետք է հենվեն եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ այս մակարդակի խոսակցությունները պաթոսից այն կողմ չեն անցել եւ իրավիճակը այս առումով էլ նենգափոխվել է։ Խեղվել է, հասարակական ընկալումներն են մուտացիայի ենթարկվել տարիների ընթացքում։ Եվ այստեղ դերակատարների ու պատասխանատուների շրջանակը շատ լայն է։ Հիմա եթե այս ամեն ինչի մասին խոսակցություն չծավալվի, այստեղ լուծումներ բնականաբար չեն գտնվի։ Կարելի է նստել եւ ինչ որ այդպես դարձյալ վերնագրային մակարդակում ինչ որ լուծումներ առաջարկել, ես չեմ կարծում, թե դա օպտիմալ եւ արդյունավետ տարբերակ է։ Շնորհակալություն, պարոն Բադալյան։ Եթերում ուղիղ խոսքն էր, հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Նամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։